Իրականում խորհուրդներ տալուց առաջ երևի թե նաև դուք պետք է վերհիշեք, որ ձեր ֆրակցիայի եւ ձեր խմբակցության ղեկավարի տարիների ընթացքում կանաչապատման ոլորտում ինչ աշխատանքներ են արվել եւ միշտ պետք է համեմատականով նայենք, պարոն Թորոսյան, միշտ հիշում եք, չէ, որ ձեր խմբակցության նախկին ղեկավարը կամ ձեր քաղաքական ուժի ղեկավարը եղել է 3 տարի քաղաքապետ։ Այս փաստը անընդհատ պետքա դուք հիշեք։ Երևանի քաղաքապետարանը միայն նախորդ տարի 12.8 հեկտար կանաչ տարածքներ է ստեղծել։ Տնկել է ծառեր համապատասխան ոռոգման համակարգերով։ 31000 գծամետր ոռոգման համակարգեր է քաշել։ Միայն նախորդ տարի։ Միայն նախորդ տարի։ Այս ծառերի կպչողականությունը մոտավորապես 95% է։ Ուզում եք իմանալ ձեր ղեկավարի վարած քաղաքականության տարիներին քանի տոկոս էր ոչ այնքան էական ծավալներով իրականացվող ծառատնկման աշխատանքների։ Մոտավորապես 40, պարոն Թորոսյան։ 40։ Հիմա շատ տեղեր, որտեղ որ ծառատունկ եք դուք իրականացրել նախկինում, հիմա տենց չորացած մնացած է, որովհետև ոռոգման համակարգեր չեն քաշվել։ Եվ երբ որ մենք խոսում ենք ծառատնկման աշխատանքներից, վերջին 3 տարում մոտավորապես 45.8 հեկտար տարածք, 45.8 հեկտար տարածք, պարոն Թորոսյան, կանաչ տարածքներ է ստեղծել Երևանի քաղաքապետարանը։ Դուք դրանք կարող եք գնալ տեսնել Եռաբլուրի հարակից տարածքներում, Համալիրի ներքևի հատվածում, Նորքի այգիներում եւ այդպես շարունակ։ Ամբողջ քաղաքով մեկ, բայց քանի որ ձեր խնդիրը այլ է, ձեր խնդիրը իրականությունը ներկայացնելը չէ, ձեր խնդիրը իրականությունը խեղաթյուրելն է, ասենք տենց այս տասնյակ հազարավոր ծառերի մեջ գնալ կպնել, չգիտեմ, 4 հատ չորացած տեղին, կամ լավ է բուսաբանական այգի մեր հետ ինչի է կապում։ Մենք ինչ կապ ունենք այդ բուսաբանական այգու ծառերի հետ, ծառահատումների հետ։ Արձագանք